Խաղաղություն Աստծաժողովը։ Խաղաղություն ձեզ։ Աստված օրհնի բոլորին։ Այսօր նույնպես կպատասխանենք հարցերին։ Աստված օրհնի Արկադի եղբայր ջան։ Մի աղջիկ ինձ գրել էր, որ աններելի մեղք է գործել։ Սուրբ Հոգուն է հայոյել։ Հիմա վերջ, նա էլ փրկության շանս չունի։ Շնորհակալ եմ։ Էսի շատ լավ է, որ այդ աղջիկը, որ ձեզ հարցատվ է, որ վադած գմիրան, դա ապաշխարության նշան է, զղջման նշան է, դա շատ լավ է։ Բայց խոսանք Սուրբ Հոգու հայոյության մասին, ինչ է Սուրբ Հոգուն հայոյելը, ինչ է նշանակում Սուրբ Հոգուն հայոյել։ Աստվածաշնչի մեջ ասում է, երբ որ Հիսուսը դևեր հանեց, հիվանդներ էր բժշկում, փարիսեցիները դպիրներն ասում են, սա դևերի իշխանով անում, բեզբեղով անում այդ դևերը։ Ուստեղ Հիսուսն ասեց, որ ամեն մեղք կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայությունը չի ներվի։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալի։ Եթե բարի բան էր անում Հիսուսը, մարդիկ ասում են սատանայով անում, սատանեն է դա, բարի չի։ Դա Սուրբ Հոգու դեմ հայություն է։ Տեսեք, սիրելիներ, սիրելի հաշտվող, Սուրբ Հոգին սրբության հոգին է։ Ամեն բարի բան, ինչ որ կա, դա Սուրբ Հոգուց է, Սուրբ Հոգին է անում։ Եթե դու մի բարի բան ես անում, անկեղծ բան ես անում, դա Սուրբ Հոգին է։ Իսկ եթե դրա դեմ ես անում, այսինքն այդ բարիությունը դու ասում ես, չէ, բարի չի, դա չար է։ Մարգարեների մեջ շատ տեղ է կա էլի գրված, որ ասում է, վայ նրան, ով բարին չար կասի, չարին բարի կասի։ Վայ նրան։ Այսինքն ներում չկա նրան։ Այսինքն նրա վախճանը վայ է, ավելի վատ է, ամենավատն է։ Հիմա տեսեք, ես հարց եմ տալի ինձնից, մեզանից սկսած, բոլոր ձեր լսողներից, բոլորից վերջացած, կա մի հոգի, որ այդպես չի վարվել, Սուրբ Հոգու դեմ չի հայվել։ Այսինքն կա մի հոգի, որ չի եղել իր կյանքի ընթացքում մի հատ տենց իրավիճակ, մի հատ տենց դեպք, որ բարին ասի չար է կամ չարին ասի բարի է։ Բոլորից հետ էլ եղել է, այն էլ մի քանի անգամներ։ Այսինքն այս բոլորը Սուրբ Հոգու դեմ հայություն է, ըստ Աստվածաշնչի։ Բայց մենք, որ գալիս ենք Քրիստոսին, ընդունում ենք սրբության հոգին արդարությունը, արդեն մեր արած բոլոր մեղքերը ներվում է։ Իսկ եթե մենք Քրիստոսի մեջ ենք, եկեղեցում ենք, էլի նման տիպի բաներ ենք անում, դա չհասկանալով լինի, թեկուզ հասկանալով, բայց հասկանալով անելն էլ է համարվում չհասկանալով անել։ Ինչի համար։ Որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ սուտ ասելը մեղք է, սխալ է, բայց ակամա ստացվում է։ Մենք գիտենք, որ բամփասելը մեղք է, բայց ակամա մեկ էլ տեմես մեկի մասին, այս երկրի ղեկավարը սենց է, մեկ էլ անկախ քեզանից դու էլ ես մի բան ասում, ընկնում ես բամփասանքի մեջ։ Դա էլ է Սուրբ Հոգուն հակառակ, պատվիրաններին հակառակ, բայց դու հետո հասկանում ես, ուշքի ես գալի, զղջում ես դրա համար, ու ներվում է։ Ու ներվում է։ Հիմա տեսեք, սիրելի հաշտվող, այդ աղջիկը, որ ձեզ հարցատվ է, ինքը Սուրբ Հոգուն գիտակցաբար հայոյել է։ Ինքը գիտակցաբար չի հայոյել։ Ինքը բարկացած, չգիտեմ ինչ իրավիճակի մեջ անգե տենց արել։ Բայց երբ որ ինքը գիտակցել է, զղջացել է, Աստված նայում է այդ զղջմանը։ Եթե ինքը մնար դրա մեջ չզղջար, չգար ասուն, այն ժամանակ շանս չուներ ներվելու։ Բայց հիմա երբ որ ինքը զղջացել է իր արածի համար խորապես, հասկացել է, որ սխալ է արել։ Ես համոզված եմ իր մեջ մի քանի անգամ աղոթք արել, չի կրկնվի, Տեր Աստված ների ինձի։ Այդ դեպքում լավ, Հիսուսը ում համար եկավ, ինչի համար եկավ։ Արդարների համար։ Ոչ նմանատիպ մեղավորների համար, որոնց մեջ գտնվում ենք նաև մենք, բոլորս, ամենքս։ Ուրեմն սիրելի հաշտվող, այդ աղջնակին ասեք, աղջկան ասեք, որ ներվում է, եթե սրտով զղջում է ինքը։ Եթե ինքը իր մեջ խոսք է տալի ասում, երդվում է Աստծով, սենց ասած, հոգևոր իմաստով եմ ասում, որ էլ չի կրկնվի դա։ Եվ թող աղոթք անի այդ նման քույրիկը, որ ինքը Աստված այդ նման իրավիճակների մեջ թույլ չտա, փորձության մեջ թույլ չտա իրան։ Որովհետև շատ հնարավոր է նորից մի հատ նես ծայրահեղ իրավիճակ լինի, նորից ընկնի նույն վիճակի մեջ։ Հասկանում եք, այս կյանքը փորձությունների մի հատ վայր է։ Աշխարհ բառը մեր մարմինը փորձությունների ձուլարանն է, հոգիների ձուլարանն է։ Փորձություններ մենք պետք է անցնենք, անպայման պետք է անցնենք, որ կոփվի մեր հոգիները, որ սրբվի մեր հոգիները։
Եվ այդ փորձություններից ուրախանից մեկն էլ այդ քույրիկն է, որ նման իրավիճակի մեջ անգե տանջվում է, պատկերացնում եք կրակի մեջ, ինչքան մարդը կտանջվի, այսպես կրակի մեջ իր ներսը վառվում է։ Եվ ինքը խոսք է տալի, որ էլ չի անի։ Հենց խոսք է տալի, էլ չի կրկնվի, այն որ հայոյել է ասում, էդի ձուլվում է իրանից, դուրս է գալի իրանից։ Ինքը մնում է սուրբը, մնում է անարատը։ Եվ նորից եմ կրկնում, Հիսուսը հենց դրա համար եկավ։ Հենց դրա համար խաչվեց, որ փրկություն լինի։ Այլապես Աստվածաշունչն ասում է, փրկվող չէր լինի, մեկն էլ չէր լինի աշխարհում։ Ուրեմն եկավ հիվանդների համար, եկավ մեղավորների համար Հիսուսը խաչը բարձրացավ, արյուն թափեց մեր համար, մեր մեղքերի համար, մեր սխալների համար։ Արեք հիշեք խաչի վրայի ավազակներին։ Մի ավազակը, էլի ավազակ հասկացողությունը գիտեք ինչ, ավազակն է, որ ամեն մեղքի ընդունակ, ավազակ։ Ինքը եւ մարդ ասպանեմ, եւ կարա գողություն անի, եւ կարա թալանի, եւ կարա հայոյի, եւ կարա ավազակ է ինքը։ Եվ այս ավազակներից մեկը զղջաց իր արած ավազակության համար, ընդունեց Հիսուսին։ Ասեց ես ավազակ եմ, ես մեղք եմ գործել, դրա համար եմ խաչվում, բայց ես մարդ անմեղ է, ոչ մի բան չի արել։ Արդարությունը Սուրբ Հոգուն ինքը գնահատեց, տեղ տվեց։ Որ Հիսուսն այս այսօր դու մեր դրախտում կնես։ Ներվես քո մեղքերը քեզ։ Իսկ այն մյուս ավազակը հայոյում էր։ Ոնց որ ասել լավ եմ արել, որ սպաներ եմ, իջս տա ինձ խաչից նորից դի շարունակեմ իմ գործը։ Եթե դու ասու որտես դե իջս տա, չարերին պետք է սպանեն, բա ոնց։ Հասկանում եք, այս մյուս ավազակը զղջացումներ է։ Հիմի եթե սիրելի հաստատող նորից եմ ասում, էլի եթե զղջում է այդ քույրիկը, եթե սրտանց զղջացել է, հարցի մեջ էլ հիշատակվեց, որ ինքը զղջացել է իր արածի համար։ Իրա ոչ թե շանս ունի, այլ թող ինքը համարի, որ ներված է արդեն։ Այդ խժմտանքը չարն է ինքն ասում, դու սենց ես արել, դու հայոյել ես ասում, այդ քեզի չի ներվի։ Այդ չարի դեմ թող ինքը պայքարի չարին, այդ չար մտքին հանի գցի դուրս իրանից։ Եվ իսկ գնա սատանա, բա Հիսուսը իմ համար է եկի խաչվել։ Հիսուս Քրիստոս Աստվածաշնչի մեջ էս մի տեղ էլ հիշատակված կա, ես ուզում եմ այդ տեղն էլ հիշեմ ու երևի նոր ավարտենք Մելանիա։ Երբ որ ջրեղեղով Աստված կործանեց աշխարհը, ասեց իմ աղեղն եմ դնում ամպերի մեջ։ Հենց որ ամպերը լնե, որ նորից ջրեղեղով կործանեն աշխարհը, աղեղը հենց տենամ, էլ չեմ կործանի աշխարհին։ Սա ինչ միտք է։ Ջուրը Աստվածաշունչն է, ասու խոսքն է։ Ջուրը այն խոսքն է, որը քեզ համ ազատում է մտքերից, կարդալով մխիթարվում ես Տիրոջով։ Եվ դատապարտում է քեզ։ Մեղ գործեցիր ցես կնեսի ջուրն է։ Հիմի դատապարտության ջուրը, երբ որ դու մեղք ես գործել, հայերեն ես ասում, քեզ խեղդում է, ջրեղեղով քեզ խեղդում է, դու ես շանս չունես փրկության, դու կորսված ես այլևս։ Այս ջուրն է խեղդում։ Հենց Աստված այդ ջրեղեղի մեջ քո զղջումը տենում է քո արածի համար, այդ չի խեղդում քեզ, այդ չի սպանում քեզ։ Էլ դու քեզ չես դատապարտը։ Հենց զղջումը տենում ես, արդեն ազատագրվում ես այդ մեղքից։ Զղջում, ես խոսում եմ սրտանց զղջումի համար, գիտակցաբար զղջումի մասին, ոչ թե ես հիշում եմ մի մարդու, որ ասում էր, ինչ մեղք ես գործում, էլի անցած անգամ գործեցիր մեղքը, խոստովանեցիր եղբայրը, հիմա նորից կրկնեմ ես էդի։ Հա, կեթամ էսա Կիրակի օրը եղբայրը գալու է հովիվը։ Կեթամ իրան նորից խոստովանեմ կանցնի։ Ոչինչ, հա, խոստովանեմ, մեգա ներում ա որ խոստովանում եմ։ Այդ մասը այդ ներելու մասին չի։ Ես անդադ մեղ գործեմ, ասեմ այսօր կանի մեղ գործեմ, վաղը եղբայրս գալու է, այդքան որ խոստովանեմ, որ ներվի։ Չէ, գիտակցաբար զղջման մասին է խոսքը։ Եթե գիտակցաբար զղջում ես, գիտես չարը բարի զանազանում ես, գիտես չար ես արել, զղջում ես այդ չարի համար, Աստված ներում, Աստված պատրաստ է ներելու։ Աստված դրա համար եկավ աշխարհ որ ների։ Այլապես նորից եմ կրկնում, մենք բոլորս էլ այդ մեղքերը գործել ենք, երբեմն հիմա էլ գործում ենք, այլապես ոչ մեկ փրկություն չեր ունենա ու ներում ոչ մեկ էլ չէր ստանա։ Դրա համար Հիսուսի սերը, Աստծո սերը այնքան մեծ է, որ ներում է, իհարկե։ Ամեն։ Հուդան ինքը իրան չներեց, երբ որ Հիսուսին մատնեց։ Ինքը իրան չներեց։ Հասկանում ես։ Ոնց ես մատնել եմ ասում, չներեց ինքը իրան։ Եթե ներեր ես համոզված եմ որ կփրկվեր։ Եթե ինքը իր մեջ ներեր, զղջար իր արածի համար։ Զղջալը զղջաց, բայց իրան չներեց ինքը։ Իսկ Պետրոսն էլ զղջաց նույն Հուդայի պես, բայց իրան ներեց։ Բայց հավատաց որ Հիսուսը կների դրան։ Իր արած մեղքը, որ նույն մեղքը գործեց Պետրոսը, ուրացավ 3 անգամ էլ Հիսուսին։
Ամեն։ 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 Աստված շատ օրհնի։ Մնաք խաղաղության մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված օրհնի ձեզ։ Ինչ հաջորդ հանդիպում։